Ողջույն բոլորին։ Այսօր մեր հյուրը Մարգարետ Էն Բելքլին է, մի կին, ով իր խիզախ քայլով դարձավ հավերժական օրինակ սերունդների համար։ Ինչպե՞ս եք տիկին Մարգարետ։ Ողջույն սիրելիս, լավ եմ, շնորհակալություն։ Ուրախ եմ գտնվել այստեղ եւ կիսվել իմ պատմությամբ։ Երջանիկ եմ անչափ, որ ինձ հիշողներ կան։ Մարգարետ, ձեր պատմությունը միաժամանակ գաղտնիք է ու հեղափոխություն։ Կարող եք պատմել ձեր կյանքի դժվար դրվագներից։ Մանկությունս անցել է Իռլանդիայում, աղքատ ընտանիքում։ Հայրս կորցրեց աշխատանքը, մայրս հույսը։ Երբ հասկացա, որ որպես կին ոչինչ չեմ կարող անել բժշկության մեջ, որոշեցի փոխել ճակատագիրս եւ անունս։ Այդ օրը, երբ առաջին անգամ Ջեյմս Բերրի անունը գրեցի փաստաթղթում, ինձ թվաց երկրորդ կյանք եմ սկսում։ Իսկ այդ երկրորդ կյանքը ինչ փորձություններ բերեց։ Ամեն քայլս կասկածի տակ էր։ Եթե բացահայտվեի ոչ միայն իմ երազանքները, այլ նաև իմ ընտանիքը կկործանվեր։ Ես ստիպված էի կոշտ լինել, երբեմն նույնիսկ կոպիտ, բայց դա պաշտպանական դիմակ էր։ Հոգուս խորքում ես միշտ հիշում էի, իմ նպատակը բուժելն է։ Ինչպես էին մարդիկ արձագանքում ձեր աշխատանքի որակին։ Զինվորները գիտեին, ես չեմ խնայելու ոչ ուժ, ոչ քուն, ոչ առողջություն, եթե նրանց կյանքը փրկելու մասին է խոսքը։ Երբ աշխատում էի Հարավային Աֆրիկայում, իմ ջանքերով հիվանդանոցները դարձան մաքուր, զինվորները ստացան բավարար սնունդ ու խնամք։ Այդտեղ հասկացա, բժիշկ լինելը միայն վիրահատել չէ։ Դա նշանակում է պաշտպանել կյանքը ամենաբարձր մակարդակով։ Իսկ ինչպես բացվեց ձեր գաղտնիքը։ Ես երկար տարիներ տանջվեցի հիվանդություններից։ Վերջին տարիներին Լոնդոնում էի։ 1865 թվականին մահացա դիզենտերիայից։ Բայց հենց մահվանից հետո բացվեց իմ գաղտնիքը։ Բոլորը ցնցվեցին այն փաստից, որ Ջեյմս Բերրին իրականում կին է։ Ամբողջ աշխարհը ցնցվեց։ Ու դա կանխատեսելի էր, որովհետև իմ այդ քայլը այն ժամանակվա համար խելահեղ էր եւ շատ համարձակ։ Բայց ես հպարտ եմ այն ճանապարհով, որով անցել եմ։ Շնորհակալ եմ այսքան հետաքրքիր եւ ոգեշնչող զրույցի համար։ Ինչ կասեք մեր լսարանին որպես վերջին խոսք, տիկին Մարգարետ։ Կասեմ, որ սերը, սահմանները կամ կարծրատիպերը երբեք չպետք է կանգնեն մարդու երազանքի ճանապարհին։ Ես ինձ նվիրեցի բժշկությանը, իմանալով, որ գուցե երբեք չճանաչեն իմ իրական անունը։ Բայց իմ թողած ժառանգությունը հենց այն է, ինչին կյանքում ցանկացել եմ հասնել։